Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում Նոյան Տապանի բանավեճ հաղորդաշարն է եւ այսօր մեր զրույցին մասնակցում են կրոնագետ փիլիսոփա Վարդան Խաչատրյանը, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր Աշոտ Գևորգյանը եւ Քոչարի ազգային վերածնունդ կուսակցության ղեկավար Արտակ Սարգսյանը։ Ողջունում եմ պարոնայք։ Մենք այս ֆորմատով պլյուս մեկ արել ենք էլի բանավեճ, հետաքրքիր բանավեճ է ստացվել։ Այսօր ես ուզում եմ մենք խոսենք մի փոքր այլ թեմաների մասին։ Տրամփի գործողությունները Դավոսում այդ նոր կառույցի ստեղծումը, որը որ շատերի կարծիքով պիտի փոխարինի ՄԱԿ-ը, Միացյալ Ազգերի կազմակերպությունը, Հայաստանի միացումը այդ կազմակերպության, ընդհանրապես Տրամփի գործողությունները բերում են նրան, որ կարծես թե ամենուր փլուզվում են միջազգային օրենքները կամ կանոնները, որոնք որ տասնամյակներով կառուցվել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, եւ ստեղծվել է մի հետաքրքիր իրավիճակ, որ Ամերիկան առանձնացել է Եվրոպայից, օրենքները չեն գործում, եւ այս իրավիճակի մեջ մենք մեր ուրեմն հիմնական շեշտը դրել ենք, հավանաբար մեր իշխանությունները դրել են TTIP-ի վրա, որպես ուրեմն միջազգային աշխարհամասերը կապող իրար ճանապարհ, որ պիտի ուրեմն այդ ճանապարհը Հայաստանի համար դառնա տնտեսական զարգացման եւ բարգավաճման ուրեմն մի հնարավորություն։ Ես առաջարկում եմ այսօր մեր զրույցը սկսենք ընդհանրապես միջազգային այդ իրավունքի փլուզման ակնհայտ սիմպտոմներից, որը որ ասենք շատ երկրների պետությունների ղեկավարների, որ մինչև այդ կոմֆորտ վիճակում են եղել, իմացել են ովքեր են իրենց դաշնակիցները, ովքեր են իրենց թշնամիները, հիմա մի փոքր խառնված են իրար եւ հետո աստիճանաբար կվերադառնանք ուրեմն այս ամենին նայելով Հայաստանի աչքերին։ Պարոն Խաչատրյան, ձեր կարծիքով այս իրավիճակը միջազգային իրավունքի անկման, այսպես մեկ երկրի ղեկավարի կողմից ուրեմն չհամաձայնեցված քայլերը իր ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ, իր տնտեսական դաշնակիցների հետ, շատ հաճախ նրանց դեմ արված գործողությունները ինչի հետևանք են, սա արդյոք մեկ անհատի ուրեմն պատկերացումների արդյունք է, որ եկել է դարել է նախագահ եւ իր պատկերացումներն է իրականացնում առանց աչք ու ձախ նայելու, թե այստեղ կան ինչ որ օբյեկտիվ իրողություններ, որոնք Տրամփը ջրի երես է վերանում։ Իմ խորին համոզմամբ կա օբյեկտիվ շատ մեծ պատճառ։ Նախ սկսենք նրանից, որ այո, այդ աշխարհակարգը, որը մենք ասում ենք, շատ բանով հաստատել է Ամերիկայի Միացյալ Նահանգները, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգները անվտանգություն եւ տնտեսական կայունություն է մատուցել բոլոր այն երկրներին, որոնք գտնվել են իր դաշնակցային շրջանակում։ Այս տեսակետից, այո, եվրոպական երկրները, եթե հիշում ենք բոլորս, այդ ածխի եւ պողպատի, այսպես կոչված, գերմանա-ֆրանսիական առաջին տնտեսական դաշինքից սկսած ընդունեցին վերելքի ուղի։ Այդ վերելքի ուղին բերեց նրան, որ զարգացած եվրոպական երկրները, Գերմանիա, Ֆրանսիա, Անգլիա դարձան սոցիալական պետություններ, քաղաքացիները սկսեցին ապրել շատ ավելի լավ, քան միջին վիճակագրական Ամերիկայի քաղաքացին։ Իրականությունը այդպիսին էր, կամենում ենք ոչ թե ոչ, այդ թվերով ամեն ինչով դա անվիճելիորեն այդպես էր։ Արդեն 70-80-ական թվականներին ընթանում էր այդ process-ը եւ այսքան տարի շարունակ փաստորեն Ամերիկան ստիպված է եղել սպասարկել, բայց քանի որ ամերիկյան իշխանությունները նաեւ ընդլայնել են Եվրոպան դարձել է ոչ թե Գերմանիան, Անգլիան եւ Ֆրանսիան, ասենք ինչ որ չափով էլ Ավստրիան։ Եվրոպան դարձել է
450 միլիոնանոց հսկայական մի զանգված։ Արևելյան Եվրոպան միացել է, ՆԱՏՕ-ն ընդլայնվել է, Ամերիկայի պատասխանատվությունը այդ երկրների հանդեպ եւս ի հայտ է եկել, եւ հիմա եթե պատկերացնենք, որ Ամերիկան նույն կարգով պետք է մատուցի ինչպես տնտեսական կայունություն, նույնպես եւ անվտանգություն, այդ նշանակում Ամերիկան պետք է փլուզվի, որովհետեւ այսօր Ամերիկան այլևս 50-ական թվերի Ամերիկան չի, որը տալիս էր աշխարհին 50-60 մինչև տոկոս հնայի։ Այդպիսի բան այսօր չկա։ Այսօր զարգացած կենտրոնը արդյունաբերական աշխարհի ըստ էության Չինաստանն է։ Դա հետևանքն է նրա, որ ասենք տեղի են ունեցել լուրջ բացթողումներ։ Հիմա Թրամփը ինքը տնտեսական գործիչ է։ Տնտեսական գործիչը համարում է, որ Ամերիկան կարող է ոտքի կանգնել, եթե այդպիսի անհասկանալի դոնորություն, այդպիսի կորուստներ չտա։ 450 միլիոն մարդ Ամերիկանի վիճակի է այսօր հասցնել Գերմանիայի մակարդակին, Ֆրանսիայի մակարդակին, բոլորը հավակնում են դրան։ Այսինքն բուլղարները, ռումինները չեն կարող պատկերացնել, որ իրանք պետք է մտնեն Եվրոմիության մեջ եւ ետնթաց ապրեն։ Նրանք ընդհակառակը պետք է առաջ գնան այդ Եվրոմիություն պահելը, սպասարկելը, ասենք որ Եվրոմիությունը կախված է ուղղակի էլի Ամերիկայից։ Շատերը երևի թե չգիտեն, որ Պարզաբանեք այդ պահելը, որովհետև դուք երևի կոնկրետ պահ, շատ կոնկրետ հարց։ Հիմա տեսեք, գնաց Թրամփը ելույթներ ունեցավ, որոնք շատ դեպքերում ծայրահեղական գնահատականներ իրենց մեջ պարունակեցին։ Եվրոպան ուղղակի կարելի է ասել, որ մեղմ հանձնեց Դանիային։ Հանձնեց։ Կարող է դեռ ինչ որ 1-2 բան ալի, բայց ինչի հանձնեց։ Որովհետև եվրո ասած փողը գոյություն չունի առանց ամերիկյան դոլարի։ Որովհետև դու տպես եվրո եւ կարողանաս շրջաբերում իրականացնել համապատասխանող քվարտնաբերական զանգվածին, ինչպես նաեւ բանկային սեկտորին, դու պետք է գնես Ամերիկայից այդքան դոլար, որին համապատասխան տպագրես, այսինքն տպես քո փողը։ Հիմա Ամերիկան ամեն վարքյան կարող է փլուզել այդ իրավիճակը։ Սա այնպիսի մի գիլյոտին է, որից չես կարողանալու խուսափել։ Ինչից ելնելով բոլորին թվում է, թե բանը Մարկ Ռյուտեն, ՆԱՏՕ-ի այսօրվա քարտուղարը, խիստ, այսպես ասած, քծնող անձնավորություն է։ Չէ, նա փորձում է սպասարկել Եվրոպայի շահերը, լավ գիտակցելով, որ եթե եկավ ծայրահեղ փուլը, հարվածը կհասցվի այն մակարդակի վրա, որ վերջնականապես կանջատվի եւ Եվրոպան կհայտնվի հարաբերականության դաշտում, որտեղից ինչպես պետքա դուրս գա, միայն սուվերեն պետությունների շրջանակն է ձեռնտու Ամերիկային, որովհետեւ ինքը ընտրություն կատարի, իսկ ում հետ ինքը կարող է ունենալ հարաբերություններ, որոնք նրան առաջ մղող լինեն, կամ իր տնտեսության մեջ խաղան դեր եւ այլն, էլի, ինչպես ասենք Գերմանիայից, հա, ասում է, դե եթե այդպես է, եթե ձեր մոտ թանկ է էներգիան, ձեր ապրանքները դառնում են ոչ մրցակցային, այդ դեպքում բերեք Ամերիկա ձեր հոսքագծերը, մեքենաշինական հոսքագծերը, ձեր քիմիական արտադրության հոսքագծերը, բերեք Ամերիկա, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի դա Ամերիկայում ծաղկի։ Հա, այդ դեպքերում, ասենք, բայց կոնկրետ այդ դեպքերում, հիմա շատ դժվար է պատկերացնել, թե ինչ պետք է Ռումինիայից վերցնի այդ դեպքում Ամերիկան։ Այդ ինչը կարող տանի Ռումինիայից Ամերիկա։ Այսինքն մի երկրից ուզում է վերցնել, մյուսից ոչ։ Այդ ուրիշ ելք չկա, եթե դու Եվրոմիություն ես եւ ընդհանրական որոշումների եւ օրենքների դաշտ ես, բոլորի համար ինչ որտեղ դա պետք է լինի դրական զարգացման վեկտոր, ընթացք, որպես այդպեսին։ Եթե այդպեսին պետք է լինի, ուրեմն Ամերիկան պետք է փլուզվի կամ չկարողանա տեղաշարժվել առաջ։ Թրամփին անհրաժեշտ է առաջ նետել Ամերիկան, որովհետեւ Չինաստանի զարգացումը մոտեցել է էքսպոնենտալ մակարդակի։ Այսինքն սկզբից եղել է հա այդ սպիրալ զարգացումը Չինաստանի, ծավալուն, մեծ, ազդեցիկ, էլի, բայց չեն նկատել, չէ, հետո դառել է զիգզագ, արդեն կրճատվել է այդ ճանապարհը որպես ֆիզիկոս դեպքում, եւ հիմա էքսպոնենտալ զարգացման է մոտեցել, այսինքն ուղղահայաց է գնալու։ Որակական թռիչք է։ Որակական մեծ թռիչք է տեղի ունենում այսօր։ Ինչից ելնելով Ամերիկան պետքա գործի եւ գործելու հիմնական գործիքն էլ կամենում ես թե չէ դառնում է ռազմական բաղադրիչը։ Մենք ասում ենք իսկ ինչի՞ է ռազմական բաղադրիչը դրես գործողությունների մեջ, իսկ ի՞նչը պետք է դներ գործողությունների մեջ, եթե արդյունաբերությունը որպես այդպեսին չի խաղում այն դերը, ինչը խաղացել է միշտ։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան։
պարոն Սարգսյան, կիսում եք արդյոք պարոն Խաչատրյանի մոտեցումը եւ ձեր կարծիքով այս խաղի կանոնների բացակայությունը ինչի կարող է բերել մեր տարածաշրջանը։ Լավ, շնորհակալություն հրավերի համար, տեսեք, որոշ չափով կիսում եմ, ընդհանրապես միջազգային կազմակերպությունները WHO, IMF կամ այս United MAG-ը, հա, այդ բոլորը վաղուց էին թույլացել, ապրել եմ Աֆրիկայում, այնտեղ շատ վարժ երևում է, Ռուանդայի կոտորածի ժամանակ փոքր եմ եղել, բայց այդ բոլոր դասերը տեսել ենք, այսինքն որ շատ հեռու չգնանք, Արցախի հարցը արձագանքը միջազգային կազմակերպությունների մեջ կորել էր։ Կապ չունի, որից ենք խոսում, WHO-ն, սկսած կորոնայի ժամանակ, IMF-ը, իսկ այդ միջազգային կազմակերպության ձևը ի սկզբանե սխալ էր եւ կարելի է նայել, որ Ստալինից հետո կորավ, որովհետեւ այդ միջազգային կազմակերպությունները ՄԱԿ-ից սկսած աշխատում էին փողի հիմունքի վրա։ Այսինքն, երբ որ ֆինանսավորումը չէին տալիս մի երկրի, անվտանգությունը չէր լինում եւ գործում էր միայն շահը։ Ոչ մի դեպքում ցավոտ փաստ է, բայց պետությունները, այդ կազմակերպությունները չեն սատարում պետությանը կամ առաջնորդին, նրանք միշտ սատարել են շահը, իրենց շահերի կանխատեսումը, կայունությունը։ Հիմա ինչ է կատարվում այս աշխարհում եւ տրիպը մեր վզին ով ժողովրդի լեզվով ասած փաթաթեց Ռուսաստանը։ Ով փաթաթ նոյեմբերի 9-ով նրանք բերեցին մեր վզին, հիմա Պուտինի ճանապարհ պիտի կոչվեր, հիմա կոչվում է Տրամպի ճանապարհ, ինչի դա չկա Ադրբեջանի մեջով այդ անցնող շարունակությունը, իսկ մեր հանրությունն անեց մոլորված է, որ չի հասկանում, որ 4 միլիարդից ավել մարդ կապնվելու է իրար հետ, հա, ու դա չեն թողելու, որ մենք անենք, մենք այնքան թույլ օղակենք այս մեծ շահի 4 միլիարդից ավել մարդու կապելու, հա, բիզնես կապելու հետ, որ այնտեղ գերտերությունների շահեր կա, հələ թիվը պատկերացրեք, 4 միլիարդից ավել կապնվելու են իրար հետ, այս Հայաստանի այդ տրիպ կոչված ճանապարհով։ Հիմա այդ տրիպը մեզ ինչ տվեց, կարճ ժամանակով նա ապահովեց Սյունիքի անվտանգությունը, չի կարելի դա թաքցնել, որ այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությունը տանելու էր նոր պատերազմի եւ հələ վտանգը չի անցել, ինչ որ ժամանակ հետաձգվել է, նայելով Ալիևի 2 օր առաջ տված հարցազրույցը Դավոսում, այն բլանդինկա ժուրնալիստին, նա բացահայտ ասում է 16 երկրի ես նավթ եմ տալիս Եվրոպայում, որից 10-ը Եվրոմիության անդամ պետություններ են, եւ ես միակն եմ, որ այդքան շատ գազ եմ տալիս, կներեք, Եվրոպային, ոչ անուղակի ասում է, ինչ անելու եմ, ինչ չխանգարեք։ Ես միակն եմ, որ ձեզ ապահովում եմ, ու չի ասում, որ դա ռուսական գազն է, Ադրբեջանը գազ չունի այդքան, ընդհանրապես չունի, հա, անուղակի Եվրոպայի վրա ավելի հանքերն են իրանց մոտ։ Հա, անուղակի ավելի թանկ գնով այդ իրանց չարչիությունը, հա, միջնորդի իրանք քանի որ ոչ մի բան չեն ստեղծագործում, այո, դալալությունը, իրանք ոչ մի բան չեն ստեղծագործում, այդ դալալությունը դարերով եկել է, Ռուսաստանի նավթը հասցնում այնտեղ ու ասում եմ ուղիղ տեքստով ասում եմ ինչ չխանգարեք, ես ինչ եմ անելու։ Ստեփանակերտում 2 օր առաջ բնակարանները իմ բաժանում Ալիևը չկար ու ասաց մյուսը բաժանելու ենք Հայաստանում։ Այսինքն դրանք այդ ուղիղ արձագանքներ չստացվող միջազգային կազմակերպություններից ինչ ցույց եմ տալիս, ինչ է այդ միջազգային կազմակերպությունները այսօր Տրամպը ինչ է անում։ Մի կողմից գովալի է Տրամպի արածը, քանի որ նա հասկանում է, որ այդքան փող ինքը տալիս է ու այն կեղծ անուղակի ձևով չի աշխատում, մեկը արվում է, այն ասում է եկեք բացենք քարտերը, մեկը էս է աշխատում, եկեք անունը դնենք, որ էս է աշխատում, վերջ։ Այդ որ հավաքվում ստից վետոներ եք դնում, չի աշխատում, մեկը մենք մեր արածն ենք անում, ասում է ես խեն փող տալ, եկեք դուք ամեն մեկը միլիարդ փող տվեք, հիմա
Հայաստանին է հրավիրել մյուսին, մենք ասում ենք լավ, Հայաստանին հրավիրել եք, լավ եք արել, մանդատը ունեք կես տրիլիոնի, հա, այդ Վիլսոնյան Հայաստանի, այդտեղից մի միլիարդը վերցրեք, հա, 320 միլիարդ դոլար, դե համարյա կես տրիլիոն փող է, հա, այնտեղ ոսկով, ոչ թե փողով, եկեք այդ մի միլիարդը այնտեղից հանեք, տրիպը մեզ ինչով է ձեռ տալի, էլի եմ ասում, եթե մենակ տրիպ ենք վերցնում, ինքը մեզ անձեռնտու ինչ-որ համակարգ է, այդ 25-75 թե ինչ է, ու էլի եմ ասում, մենք ամբիցիաների հետևից չգնանք, ոչ ոք չի թողելու սենց թույլ երկրին 4 միլիարդից ավել մարդ բիզնես իրար հետ կապել, էլի դա չեղած բան է, էլի, ասկան երկրագնդի կեսից ավելը կապնվելու է մեր հողով ու մենք ենք վերահսկելու, էդի մենք ընկնելու ենք իլյուզիաների հետևից, բայց եթե փաթեթով վերցնենք, ասենք Ամերիկան այդ տրիպի ժամանակ մեզ տալիս է մեր խախտված իրավունքների հարցը, մեզ տալիս է մեր տարածքային ամբողջականությանը, Արցախի հարցը չէ, Արցախի ազատագրումը, Նախիջևանի ազատագրումը, դա մեզ շատ ձեռնատու տարբերակ է, ստեղ մենք 25% ենք վերցնում, բայց այն մյուս կողմից մենք վերականգնում ենք, ասենք, Արցախի հարց, Արցախ, ազատագրում Նախիջևանի եւ նույնիսկ այն մյուս Մերձկասպյան, դա էլ վարակիչ է լինելու, հա, այն բռնի միացրած ժողովուրդների հարցն է լուծվելու, այդ դեպքում շատ լավ ծրագիր է, իսկ այնց տրիպ ես, եթե մենակ տրիպ... Մի ճշտող հարց տամ ձեզ, եթե կարելի է, մեր իշխանություններից ոչ մեկը երբևէ նման հարցեր չի բարձրացրել որևէ մեկի առաջ, եւ ես ավելի քան վստահ եմ, որ Թրամփի մոտ էլ այդ հարցերը որպես այդպեսին բարձրացված չեն։ Բարձրացվելու դեպքում դուք չեք կարծում, որ Թրամփը կվերաբերվի այդ հարցին այնպես, ինչպես իր սենյակում խայտարակարեց Զելենսկուն, որ եթե դուք ուժ չունեք, ուրեմն պետքա զիջեք։ Հիմա ինչ եք կարծում, որ ամերիկյան քաղաքականությունը Թրամփի կարող է տանել նրան, որ թույլ երկիրը, որը ունի իրավունք, ուրեմն այդ իրավունքը ինչ որ ձևով վերականգնի Թրամփը։ Լավ ասեմ, ճիշտ ասացիք, ոչ ոք չի ասել, նայել չի մերժել։ Հենց այսօրվա իշխանությունից չենք գնում։ Բոլոր իշխանականները եկել են աթոռի Արցախին ինչ-որ խոստումներով եւ ոչինչ չեն արել։ Մենք չենք ասել, նայել չի մերժել։ Եկեք դրանից խոսանք։ Ինչ ենք քննարկում, մենք դա չենք կարող իմանանք, այդ հարցը պետք է ընդեղ տրվի։ Իսկ ինչ վերաբերվում է այն մյուս հարցին, թե ինչ կանի, աշխարհը այսօր այս վիճակին հասել է, հենց այս վիճակին, հա, որ առաջին համաշխարհային, երկրորդ, հիմա երրորդն է հիբրիդային գնում ու խորանալու է այս զենքերի ձևերով շատ վատ ձև է ավելի գնում, հա, դա հենց ստեղծվել է հայերի խախտված իրավունքները չճանաչելուց հետո, երբ որ մեզ կոտորել են եւ աշխարհը, եթե այն ժամանակ գոնե հիմա ճանաչեն խախտված իրավունքները, չի լինելու Սիրիան, չէր լինելու ատոմային ռումբը Ճապոնիայի վրա, չէր լինելու երկրորդ համաշխարհային պատերազմը, ու հիմա այս քրդերի կոտորած չի լինելու, Սիրիա չէր, ուզում եմ ասեմ, խախտված իրավունքը երբեք նոր իրավունք չի ծնելու։ Եթե այսօր կճանաչեն, աշխարհը կընկնի իր տեղը, որոշ չափով։ Այդ կազմակերպությունները կսկսեն աշխատել, այս Ուկրաինայի հարցը չի լինի, հասկանում եք։ Չի լինի Ուկրաինա-ռուսական պատերազմը։ Այո, այս Ուկրաինա-ռուսական, այսինքն միջազգային մեխանիզմները կսկսեն աշխատել, ոնց որ, ասենք, պետք էր աշխատել։ Հիմա էլի եմ ասում, մենք դուրս գանք այն կետից, որ մենք չենք ասել եւ նայել չի մերժել, նստել սպեկուլյացիա անել, բավով, չէ, պետք է ասենք ու լսենք։ Ես ասում եմ, ոչ անձին են պաշտպանում, ոչ պետությանն են պաշտպանում, թույլ ուղղակին հանում են, միշտ տենց է։ Պաշտպանում են իրենց շահերը, կանխատեսելիությունը, ռեսուրսները։ Հիմա մենք ինչ շահ կներկայացնենք, ինչ շահ կտանք։ Այդտեղ, հա, ես մասնակցել եմ այդ Սուդանի մասնատմանը, հենց բանակցություններին տրվեցինք այնց մի հատ շահ, որ իսկ առաջարկությունը ուրիշ էր այդ սեղաններին։ Տվեցինք մի հատ շահ, որ ասացին, հա, լավ է,
Սուդանը առանձին լինի եւ միջև հիմա տենց է։ Շատ լավ, դուք ուզում եք միջամտել, պարոն Յովհաննիսյան։ Հա, ուղղակի բավական շատ հարցեր շոշափվեց, ես ուզում եմ, ես այո, համամիտ եմ պարոն Սարգսյանի հետ, որ խախտված իրավունքները նոր իրավունք չեն ծնում եւ հայերի խախտված իրավունքները կոպիտ ասած աշխարհի կենտրոն, որտեղ աշխարհի կենտրոնը միշտ եղել է մնում է այս բարձրավանդակ հայկական եւ պատահական չի որ հիմի այդ ստեղ է այդ բոլոր գերտերությունների շահերը բախում, որը մենք պետքա թույլ չտանք բախում։ Հիմի եւ այս բոլոր պատերազմները հետո եւ ռուս-ուկրաինական պատերազմը, այդ ռուսները ինչ էին մտածում, որ թուրքերին սիրաշահում էին մեր հաշվին, որպեսզի Ուկրաինայի վրա հարձակում անում։ Ես ներքին վիճակը շատ լավ բանը գիտեմ, տեղյակ եմ, էլի, հեռավոր արևելքից մինչև բանը Կալինինգրադ, էլի, այստեղ չեմ ուզում ասեմ, խայտարակ վիճակ է, այն որ մեր հայրենակիցներ կան, որոնք ինչ որ մի տարիք են, որ ասենք գնացել են օրվա հացը այսպես վաստակում, ասենք կա ենթադրենք ուտելիք եւ այլն, իրանք չեն պատկերացնում, թե ինչ փլուզում է գնում բանը Ռուսաստանում, էլի, եւ այդ արել են իրանց ղեկավարությունը, նես չի որ մենք մեզ իհարկե մեր մեղավորությունն է, որ ժամանակին մենք ակտիվ չենք եղել Ռուսաստանում եւ թույլ ենք տվել, որ մեր այն թշնամական տարերը օգտագործի այդ գերտերությանը մեր դեմ, որը եղել է 44 օրյա պատերազմին ընթացքում։ Ինչ վերաբերում է դե միջազգային իրավունքին, մենք տեսել ենք այդ փլուզումը սիստեմատիկ արդեն գալիս էր շատ շուտվանից, ասենք 3 գերտերություն գարանտ էին կանգնել, որ պետքա հարցը, Արցախի հարցը լուծվի խաղաղ ճանապարհով, բայց փաստացի երկու գերտերություն Ռուսաստանը եւ Ամերիկան համաձայնված ձևով խախտեցին այդ բանը, այդ հարցը եւ ռազմական ճանապարհով լուծվեց այդ հարցը։ Մենք կարայինք հակազդենք, ես վստահ եմ, այո, կարայինք, եթե մեր իշխանությունները, սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև սա, որը ես համարում եմ նույն իշխանությունը, ուղղակի տեղի ունեցել իշխանության հանձնում, այո, հիմարներ կան, որ դեռ մտածում են հեղափոխություն են արել եւ այլն, բացարձակ կեղծ բան է։ Ես ուղղակի Լևոն Տեր-Պետրոսյանն այսպես նստել ենք, խոսացել ենք 2008 թվական, երբ որ ինքը ասում էր ինձ օգտագործեք գործիք, որպեսզի ազատվենք մոնղոլ թաթարներից։ Ի նկատի Սերժ Սարգսյան եւ Քոչարյան, էլ ես ասում, բայց մի բերանացի կարամ ասեմ, թե ինչ էր ասում, բայց ամենակարևոր հարցը տվյալ դեպքում այն էր, որ ինքը գտնում էր, որ Ղարաբաղը պետքա մնար Ադրբեջանի կազմում ինքնավարության եւ այլ կարգավիճակով, այդ դեպքում ինչեր եկել դա, այսինքն ինչեր մտել Ղարաբաղ կոմիտեի մեջ, երբ որ 92 թվականին ինքը արդեն հարցազրույց էր տվել, որ պետքա մնա այդ անօրինական կազմավորման կազմում, հայկական 94 սկզբնական 94-96% բնակության այդ կազմը, որը բոլշևիկները հանձնել էին նրան։ Ուզում ասեմ, միջազգային իրավունքը տոտալ փլուզման ընթացքում էր եւ Թրամփը ուղղակի կատալիզատորի դեր է խաղում, պարոն Խաչատրյան ճիշտ ասեց, որ շատ ավելի գերխնդիրներ կա, որ տեղի ունենան նաեւ Ամերիկայի փլուզումը ներսի, որտեղ ասենք տեսեք բանը Կալիֆոռնիայի նահանգապետը ինչ է ասում Թրամփի հասցեին, այո, բայց այնտեղ շատ լուրջ խնդիրներ են, մի ասենք ամերիկյան լինելով հատկապես տեխնոլոգիաների ոլորտում շատ առաջատար, բայց ինքը շատ սկսել է զիջել բուն արտադրության տեղափոխվել է
հարավարևելյան Ասիա, Չինաստան, Վիետնամ եւ այլ իրենք են չէ տեղափոխում։ Հա, եւ հələ parshi outsource ասած ինքը ասենք իրան կհաջողվի այդ արտադրությունների հետ բերել, որտեվ այդ արտադրությունների հետ բերել նշանակում է այն մարդիկ, որ այդ երկրներում աշխատում, նրանց պետքա բերել։ Ամերիկացին չի զբաղվելու այն արտադրություններով, որը ապահովում է այդ բարձր տեխնոլոգիաները։ Իսկ մենակ ասենք ինֆորմացիային, տվյալ դեպքում տեխնոլոգիային տիրապետելով նա չի կարա իր այսպես դոմինանտությունը շարունակի։ Մեր խնդիրը իմի տվյալ բարագայում մենք ունենք մեծ սփյուռք, փոխանակ մենք միավորենք դա որպես ցանցային հզոր կազմավորում պետություն, եթե եւ որ ինֆորմացիա կա բավական հետաքրքիր, ես մի չեմ ուզում Իլոն Մասկից շրջապատից սկսած մնացած այդ Oracle եւ այլ այդ բոլոր կամպանիաները մենք ունենք ասենք հայ մարդիկ, հայ մասնագետներ, օրվա իշխանությունները մասնատում է տարբեր ձևերով այդ հայկական միասնությունը, բանը անիմաստ պրոբլեմներ է սարքում փոխանակ ասենք այս ժամանակահատվածից օգտվի, երբ որ ասենք թրիփի կոպիտ ասած ներկայությամբ ինչ որ որոշակի իմաստով ոչ լիարժեք, բայց այսպես հավասարակշռություն, խաղաղություն է, էլի, որոշ իմաստով պաշտպան փոխանակ, իսկ խաղաղություն մենք կարող ենք ապահովել մենակ ներքին հզորությունը եւ առաջին հերթին ռազմական հզորությունը բարձրացնելով։ Իսկ դրա համար ես քայլերը բավարար չեմ տեսնում։ Հիմի ասենք մենք մտել ենք այդ մեծ հորձանուտի մեջ, մենք չենք կարող այդ հորձանուտի դեմ պայքարենք, մենք պետք է ուղղակի ճիշտ վերադասավորենք, ճիշտ, այսպես ասած, կոմունիկացիաներ ստեղծենք, օրինակ ասենք սենց ասեմ, մենք ունենք մեծ հասարակական կազմակերպություն, հայք եւ այլն, այդ շրջանակներում ռուս էքսպերտների հետ խոսացել ենք, ես առաջարկ եմ արել, ասեմ դուք դժգոհ եք, որ բանը թրիփ է առաջանում եւ այդ ճանապարհ, բայց չնայած դուք եք հիմքը դրել։ Դա պետք է ներ Պուտինի ճանապարհը շատ ավելի վատ պայմաններով, հիմա ես առաջարկում եմ ուրիշ տարբերակ, որ դուք կարաք էապես ձեր վիճակը բարելավեք, այդ բանը Սյունիքով անցնող երկաթուղին, որը ես բազմաթիվ անգամ խոսացել եմ այդ երկաթուղին, որը լրիվ ռեալիստիկ է եւ այլ կարելի անցկացնել ուղղակի հյուսիս-հարավ, այնպես որ Մոսկվայից կոպիտ ասած այդ երկաթուղին Թբիլիսիով բանով Երևանով Պարսիսով դուք շատ կարճ ճանապարհով հատվեք։ Այդ մարդիկ ասեցին, այդ շատ հետաքրքիր ծրագիր է, ես զարմացա, այդ տարական բաները, ասի էսա, ամբողջ հետազոտական աշխատանքը մասնագիտական ծրագիրը մոտս կա, երբ ասեք, ես պատրաստ եմ այդ ծրագիրը տրամադրեք, արեք մասնակցեք հյուսիս-հարավ այդ ճանապարհի կառուցմանը, որ Պարսից ծոցը կմիացնի եւ մինչեւ Սանկտ Պետերբուրգ եւ Արևելյան Եվրոպա, որի ծախսատարությունը չնչին է, ասենք կոպիտ 3.5 միլիարդ դոլար, դա ծիծաղելի փող է այն գումարների համար, որ հիմա Ռուսաստան ծախսել է այդ պատերազմում եւ ասենք ահռելի կորուստներ, խոսքը արդեն գնա 1.5 միլիոն ռուսական կողմի կորուստները։ Շատ է այդ ասած։ Չէ, այդ ես տարբեր, դե մի խոսքով, էլ ավերվածությունը եւ այլն, փաստացի այդ գերտերությունը, չգիտեմ, իր կառույցները, իր կոմունիկացիաները նենց է, որ մեկը ռեալ, ռացիոնալ միտքը չի հասնում։ Հիմի ասենք մենք, որ դուք ասում եք ամերիկացիների այդ թրիփի հետ, մենք բաց չենք հույսներս դրել այս իշխանությունների վրա, մենք հայկական տարբեր կազմակերպություններով լոբինգ ենք անում եւ Թրամփի սեղանին դրված է թուղթ, որ հայկական կազմակերպությունները
շատ լավ գիտեն ամերիկացիների Վիլսոնի ժամանակ ներդրումը հայ ժողովրդի պահպանության եւ զարգացման վրա ահռելի ներդրում են արել եւ փրկել են 700,000-ից ավելի որբ երեխաներ այդ իրենց ֆինանսական ներդրումները եւ դուք ունեք մանդատ, որը հավանություն է ունեցել նաեւ 52 երկրների կողմից, որ մանդատը տրվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ ցեղասպանության հետևանքների վերացման։ Դա օրակարգային հարց է, մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ եւ աշխատում ենք անդադար այդ ուղղությամբ եւ հույս ունենք, որ ամերիկյան կողմը կհասկանա եւ հետ առաջ պետքա այդ մանդատը դրվի սեղանին առանց այդ հիմնարար սկզբունքը հարգելով չի կարող միտեղ տեղի ունենա հիմնարար սկզբունքների համաշխարհային վերացում եւ ուրիշ տեղ ինչ որ արդարություն, դա աննար բան է։ Շատ լավ։ Ես առաջարկում եմ հիմա դուրս գալ կարճաթև գովազդային դադարի, մենք արդեն հեռախոսազանգեր ունենք, կփորձենք նաև պատասխանել հեռախոսազանգերին եւ հաջորդ մեր հաղորդման հատվածում ավելի շատ այնուամենայնիվ այս բոլոր հարցերին նայենք հայաստանյան աչքերով, Հայաստանի տեսակետից։ Գովազդը եթերում։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Գինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։
Մենք շարունակում ենք մեր հաղորդումը, եկեք հաջորդ անցից հարց անցնելուց առաջ փորձենք ընդունել հեռախոսազանգեր, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Բարև ձեզ, դուք եթերում եք։ Խնդրեմ նախ Պարոն Հարությունյան, ողջունում ձեր հյուրերին հրավեր գլենդելից, հատկապես ջերմորեն ցանկանում եմ ողջունել պարոն Խաշատյանին, աստվածաբան փիլիսոփա, մենք Երևանում եղել ենք մոտիկ հարևաններ եւ ծանոթներ, Վարդանջան ընտանիքով ջերմորեն ձեզ ողջունում ենք։ Բայց հիմա ես հարցը տամ, հարցը բոլորի համար է, եւ պարոն Խաշատյանի, եւ Գևորգյանի, եւ Սարգսյանի, նախ մեկ փաստ արձանագրեմ եւ հետո հարցը։ Դա ես ասել եմ բազմիցս ԿՊՆ եթերում 4 տարի առաջ մենք կորցնում էինք Սյունիքը, Ջերմուկը 22 թվականին արևմուտքի ներգրավումից հետո չի եղել գեթ մեկ ներխուժում սկզբում եվրոդիտորդները եւ հիմա թրիփը արևմուտքը կարող է թույլ տալ որ Թուրքիան, Ադրբեջանը գրավեն, բայց նա կարծեք չարեց։ Առաջին հարցը հնարավոր է որ ամեն դեպքում արևմուտքին եւ Եվրոպան եւ Թրամփին ձեռնտու է որ Հայաստանի հետ վերահսկի, բայց Հայաստանի հետ այդ կարևոր ճանապարհը Եվ եթե դա այդպես է, հնարավոր է, որ մեր երազանքները ավելի հավանական դառնա դրանց լուծումը, եթե մենք դառնանք ավելի վստահելի գործընկեր արևմուտքի համար, այսինքն դադարենք լինել Ռուսաստանի դաշնակից եւ կցորդ, դուրս գանք հապկից, ԵԱՏՄ-ից, դիմենք Եվրոմիության եւ դաշնակցենք Միացյալ Նահանգների արևմուտքի հետ։ Հնարավոր է, որ դա լինի ճանապարհը։ Շնորհակալություն, պարոն Նայք։ Շնորհակալություն, ով կուզի առաջինը պատասխանել։ Այս անգամ խնդրեմ, հաշվից սկսենք, որ Պարոն Սարգսյան, խնդրեմ։ Նախ շնորհակալություն հարցի համար, սկսեմ վերջից, դուրս գանք հապկից, դուրս գանք մյուս կազմակերպություններից, մենք մեր ծրագիրը կարանք ասենք, Հայաստանը ընդհանրապես վեկտոր չպետք է ունենա, պետք է լինի Սինգապուրի պես, մենք ասել ենք մի պետություն եւ լինի կամուրջ ամենակարևորը, նույնիսկ Ռուսաստանի համար Հայաստանը կարող էր այսօր կամուրջ լինել Ուկրաինայի պատերազմի համար, բայց դրա համար պետք է քաղաքական կամ կարանք կամուրջ լինենք Պարսկաստանի եւ Իսրայելի միջև, մենք առաջարկել ենք նույնիսկ ժողովրդական դիպլոմատիայով, հետո գաղտնի հանդիպումներով, հիմա ինչ վերաբերում է տրիպը որպես երաշխիք, այո, ես նշեցի, որ տրիպը ժամանակավոր երաշխիք է, եվրոդիտորդներից հետո հող տվել ենք, Տավուշի մարզում մենք հող ենք տվել, պետք չէր զինված, այսինքն մեր այսօրվա իշխանությունները հանդիսանում են այլ երկրի ներկայացուցիչներ եւ երբ որ Ալիևը ասում է այս անգամ զենքով չեն գնալու, նա ուղիղ տեքստով ասում է, այսինքն եթե քո երկիրը հանձնում է, դրսի ժողովուրդն էլ, դրսի իշխանություններն էլ ասում են, դե եթե իր ժողովուրդը հանդուրժում է, իր կառավարությունը հանձնում է, թող հանձնի։ Ու այսօրվա իշխանությունների համար ես էլի եմ կրկնում, եթե միայն մնա Բաղրամյանը ու Մաշտոցով ասեն դուք էլ այս երկրի վարչապետն եք, իրանք գնալու են այդ զիջողականությանը, այս կեղծ խաղաղություն, որ այսօր կա իսկականում զիջողականությունը, լավ տեղ չի տանելու, միակողմանի բևեռ Հայաստանին այսօր ընդունելը, այսօր ես ասում եմ, երբ որ մենք այդքան ուժեղ չենք, մենակ ունենք ռեսուրսներ, որը որ բացի ռեսուրսներից այդ տրանզիտի ճանապարհը, բայց այդ տրանզիտի ճանապարհն է Ամերիկան այսօր շատ հեշտ կարա լուծի վաղը Պարսկաստանի հետ կնստի սեղանին եւ այդ տրանզիտը Պարսկաստանով կանցնի, նրանք արդեն Վրաստանով այդ ախր քյալակով ունեն ճանապարհ, որը չի օգտագործում, չեն օգտագործում, ասեմ թույլ օղակին իրանք կարան միշտ դուրս թողեն։ Մեկ օր Տրամպին պետք, մեկ ժամ պետք, գիտենք Տրամպի այդ փոփոխականությունը, հա, տեսանք Գրենլանդիայի, ինչքան սրացրեց եւ մի րոպեից ասեց լավ, վերջացրել ենք այդ հարցը։ Մեկ օր պետք, մեկ րոպե պետք, որ ասի ես Իրանի հետ այսօր նստում եմ սեղանին եւ խոսում եմ ու Հայաստանը ընդհանրապես այս տրիպից դուրս է մնալու։ Ընդհանրապես այդ տրիպից նա դուրս կմնա եւ անեն չի որ ընդեղ էլ հարիվ են ու չեն քննարկում այդ տարբերակները։ Քանի որ
վստահությունը այսօրվա իշխանությունների վրա այնտեղ էլ այդքան շատ չի, հա, Տրամպն այսօր ժպտաց Փաշինյանի երեսին, հա, Ադրբեջան պետության անունը մոռացավ, անցած անգամ Հայաստանի անունը մոռացավ, անցած անգամ Շուրեկավ Ալիևին ասեց, բա այն մեկը ուրա Փաշինյանի անունը մոռացավ, հա, երբ որ Ալիևը իր հետևներ նստած, Շուրեկավ անգլերեն ասեց, where is the other one, հա, ուրա էր մյուսը ուրա, էլի, անունը նույնիսկ մոռացել էր, ուզում եմ ասեմ, նրանք անհատների հետևից չեն կանգնելու են շահերի հետևից, ինչ շահ կարանք առաջարկենք, այս խաղաղությունը, պարբերական խաղաղությունը պահելու համար, բայց ասում եմ Ալիևի ելույթները թե այդ հարցազրույցին, որ 16 երկրի նավթ եմ տալի, թե այդ Ալիևի թույլատրությամբ Ստեփանակերտում բնակարաններ բաժանողները, որ ասեցին մյուս բնակարանները Հայաստանում ենք բաժանելու, այնտեղ խաղաղության ընդհանրապես գործիք մենք չենք տեսնում ու չի լինելու, դրանք չեն կանգնելու, ժամանակավոր զսպվածություն եղել է, բայց համաձայն չեմ, որ եվրոդիտորդներից հետո հող չի հանձնվել է Տավուշի մարզում, եվրոդիտորդները այդ ժամանակ գտնվում են Հայաստանում եւ նույնիսկ եվրոդիտորդները շատ վատ բանը ձեկուցագիր էին տվել, որ ինչ-որ հողեր նույնիսկ Ադրբեջանին է պատկանում, ինչ վերաբերում է միջանցքներին, ժողովուրդ ջան, միջանցքներ լինում են տնտեսական, ռազմական, քաղաքական, այս տրիպը այդ բոլորը միացրել է, թե տնտեսական է, թե քաղաքական է, թե ռազմական է, այսինքն Ռուսաստանի շահը, Ռուսաստանը միջանցքի պես վաղուց մեր սահմանները ռուսական զորքերը պահում են, կա ես հող ունեմ կոչումը փշալարից այն կողմ, հա, որ ես իմ հողը պետք է անցագրով մտնեմ, երբ որ մարդ է գալիս պետք է անցագրով մտնի, հիմա չասեմ այդ հողս որտեղ է, բայց կոչումը փշալարից այն կողմ, պետք է ռուսական այդ սահմանապահ ծառայությունը ինձ անցագիր տա, որ ես գնամ իմ սեփական հողը, Հայաստանի տարածքն է, ու ոչ միայն ես, բոլորը, ովորը տեղ այդ փշալարից այն կողմ հող ունեն, այսքան էլ է կարիդոր, ինչ տարբերություն, հասկանում եք, այո, ժամանակավոր դադարա, եթե էլի եմ կրկնում, եթե մենք փաթեթով ենք վերցնում այս տրիպը, մեզ շատ ձեռնատու է, բայց եթե առանձին ենք վերցնում միակ 25-75 մեր սուվերեն վտանգը, մեր սուվերեն տարածքներին։ Այո։ Մենք տրիպը եսի նկատում մտավորական մի մեծ շրջանակ, որը եւ Սփյուռքում է եւ Հայաստանում է, մենք այդ տրիպը դիտարկում ենք շատ ավելի լայն, տարողունակ, խորը համագործակցություն, ասենք մասնավորապես Ամերիկայի հետ, տեխնոլոգիաների ներդրման, օրինակ ասենք ես տեսնում եմ, որ ակնհայտորեն միակ երկիրը, որ կարող է նոր ատոմակայան սարքի, իսկ նոր ատոմակայան մեջ խիստ անհրաժեշտ է, ընդ որում ոչ թե 500 մեգավատ եւ այլ, ասենք 1200 մեգավատ, որտեղ մենք պետք է առաջ նայենք ինչ խնդիրներ ենք ուզում լուծում, մինիմալ հզորությունը, որ կայուն մեզ կարող է տալ էներգիա եւ ինչ-որ իմաստով ապահովություն, անվտանգություն եւ որակական աճ, որտեղ ասենք անհրաժեշտ է բարձր ինժեներական կազմ նորից վերարտադրել ինժեներներ ընդհանրապես սպասարկելու համար եւ զարգացնել հատկապես լեռնաարդյունաբերություն, դա կարող անի Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Դա օբյեկտիվ փաստ, ասենք Ֆրանսիան, որը ունի նաև ասենք լավ զարգացած ատոմային ինդուստրիա, այդ գերտերությունը ավելի բարձր ռանգի գերտերությունները չեն թույլ տալու Ֆրանսիան իրականացնի։ Որտեղ այդ խոսակցությունները հա շարունակվում է բան, բայց մենք պետք է հասնենք դրան, ասենք որ նաև քաղաքակրթական ծրագրեր ներկայացնենք, որը կարող է հենց նույն Ամերիկայի Միացյալ Նահանգներին, նույն Ռուսաստանին, որտեվ այդ ազգամիջյան խնդիրները Ռուսաստանը նոր է բարձրանալու, շատ խիստ,
որը կարող է բերի լրիվ տրոհմանը։ Եթե իրանք ցանկանում են, մենք այդ մեր հազարամյակների փորձը, որ կուտակված է, ոնց խաղացնել նույն ուկրաինացիների ու ռուսների մեջ, ոնց այդ հարցերը լուծել։ Մենք կարանք այդ բան անենք, նույն Իրանի եւ ասենք Իսրայելի մեջ Արևմտյան Կասպիայի խնդիրը, ասենք Ալիևը խոսում է, բայց այսօր ինքը ոչ նավթ ունի, ոչ էլ գազ։ Դա բոլորին հայտնի է, վաճառում է ռուսական նավթը, ու ասենք միջին եւ բոլորը իրենց էշի տեղ դրած Ղազախական միջին այսօր։ Էշի տեղ դրած Եվրոպան, տեսեք Եվրոպան ինչ վիճակում է, որ ոչ մի ասենք վստահություն չի ներշնչում, էլի։ Ինքը ռուսական գազը առնում է, նավթ առնում է Ալիևի միջոցով, երբ որ կարա վերջին հաշվով ուղիղ առներ այդ բաները։ Ումից, մենք ասենք այդ հարցը պետքա դրվի ճիշտ քաղաքակրթական ծիրում լուծվի։ Նույն Ռուսաստանից կարա առնի մի բան, բոլորին հայտնի է, որ փաստացի Ալիևը միջնորդ դերակատարություն անում եւ իրան ոչ իր նավթն է, ոչ իր գազն է։ Բոլորին հայտնի է, բայց իրանց հիմարի տեղ են դնում։ Բայց այդ մեկը այդ բացահայտվել է, ինչ անում Թրամփը, փաստորեն դա լրիվ բացահայտում է։ Այդ խապկանքները, այդ սրիկայությունները եւ այլն։ Այնպես որ ես ողջունում եմ, որ ասենք մենք ասենք իսկապես խորը համագործակցության ծիր մտնենք, որը կապահովի մեր ազգային միասնությունը, ես ի նկատեմ Սփյուռքը եւ հայությունը կմիավորվի մի հատ մեծ հայքի մեջ, միասնական, գիտարտադրական եւ այլ հարցեր, երկպալատանի ասենք համակարգ մտցվի, դա կարող է թույլ տա եւ կարանի Ամերիկայի Միացյալ Նահանգներ, բայց դա վնաս չի ոչ Իրանին, ոչ էլ բանին, Ռուսաստանին, որտեղ մեր խնդիրը չի թշնամանալ մեր հարևանների հետ, ասենք տվյալ դեպքում Իրանը, որի եթե մենք գնանք դեպի խորքերը, ուղղակի մենք շատ շնորհակալություն պարոն Այք, եթե ավելացնելու բան եք խնդրեմ, պարզապես ես մի դիտարկում անեմ, այնպես չի, որ մենք այսպես ազատ վիճակում ենք եւ հանգիստ կարող ենք որոշել այսպես անել, թե այսպես չանել։ Իրականում մենք գտնում ենք շատ մեծ աշխարհաքաղաքական ճնշման տակ, ընդ որում այդ ճնշումը տարբեր կողմերից է, տարբեր ձևերով է եւ ես ուզում եմ ուրեմն երևի հաջորդ հարցի ժամանակ մենք խոսենք նաեւ այս վերջերս Հայաստանում շատ քննարկված Սոլովյովի իսկ իրականում Դուգինի դիրքորոշման շուրջը։ Պարոն Խաչատրյան, եթե բանն եք ասելու այս հարցի հետ կապված, համեցեք։ Ընդհանրապես, երբ որ մենք քննարկում ենք հարցը, հատկապես մեր պատերազմի հետ կապված, վերջին 44-օրյա պատերազմի հետ կապված, ես դեմ եմ, որ մենք դիտարկում ենք որպես ակտորներ այդտեղ, որպես որոշում կայացնողներ, ավտոնոմ որոշումների կրողներ Ադրբեջանին եւ անգամ Թուրքիային։ Նրանք ոչ մեկը ակտոր չեն։ Նրանք ինչ որ ֆիգուրա կարող ալնի Թուրքիան, ինչ որ զինվոր կարող ալնի Ադրբեջանը, շախմատային լեզվով ասած, դա այդպես չի, էլի, եթե նրանք չունենային թույլատվությունը, որովհետև մի քանի անգամ նույնիսկ եղավ, որ այն ժամանակ Բայդենի մոտ մտան, երբ որ դեռևս պետքարտուղար վիցե պրեզիդենտներ Բայդենը, մտան Էրդողանը եւ Ալիևը եւ դուրս եկան ասին, որ ստացել ենք թույլատվությունը Հայաստանի հետ, եթե չանց այդ քարոյա պատերազմի շրջաններ, որ հիմա մենք Էրդողանը դուրս եկավ եւ ժուրնալիստներին տվեց, այսպես ասած, ինտերվյուներ, իսկ ասաց, որ Ալիևը գնում է, որ պատերազմը գլխավորի Հայաստանի դեմ եւ այլն, որովհետեւ Բայդենից ստացել ենք կանաչ լույսը։ Եկան չստացվեց, հետո Բայդենը, այսինքն ամերիկյան իստեբլիշմենտը, ասաց, որ Բայդենը պետք է ասի, որ դուք ուղղակի լույսերը լավ չեք ջոգում, գույները լավ չեք ջոգում, դեղինն է վառած եղել, դուք էլ համարել եք կանաչը, այդպես չի։ Այսինքն, երբ որ մենք խոսում ենք նրանից, թե հա, մենք Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ինչ որ մի բան պետք է անենք, դա շատ բարդ հարաբերությունների շրջանակ է, եւ ես որևէ կերպ
նորից եմ կրկնում, որևէ կերպ չեմ կարող պատկերացնել, որ մենք ադրբեջանցիների եւ թուրքերի բարեկամն ենք դառնալու։ Որ հանգարց հիմա որոշվեց, որ մենք բարեկամ ենք Թուրքիայի հետ։ Եղբայր ինչի՞ց է այդ որոշվում, էլի։ Ես որևէ կերպ այդ չեմ հասկանում։ Երբ որ մենք ասում ենք, հա, կա այսօր նաեւ երկրորդ ճանապարհը, հենց կողքին։ Կոչվում է Արազի ճամփա, ճիշտ է, Պարսկաստանով գալիս, անցնում է, մտնում Ադրբեջան, զգալիորեն ավելի լայն, զգալիորեն ավելի թողունակ, զգալիորեն ավելի կոմֆորտ հարմարավետություն իր մեջ կրող եւ հանգարց այս մարդիկ որոշում են, որ ստեղ հերիք չի։ Մի հատ էլ Էրդողանը հանդիպան ժամանակ մեր Փաշինյանին խորհուրդ է տալիս, որ ավտոնոմիա տուր Զանգեզուրին, այդ շատ պարզ բան է, էլի, ճիշտ է, ես գիտեմ, որ ասենք թուրքի լեզվում, թուրքերի բերանում, ասենք կառավարության էասպեան պետք է լինի 10 լեզու, որ ամեն մեկին իր լեզվով խափեն, բայց տեղ էլ չկա, էլի, որ եթե դու ավտոնոմիա տվեցիր, այդ նշանակում ավտոնոմիայի ղեկավարության դիմելու ենք, որ այդ թողունակությունը չի երիքում, ընկեր։ Այսօրվա աշխարհում տնտեսությունն է կարևորը, թե ռազմական գործոնը։ Տնտեսությունը շատ կարևոր բան է, բայց այսօր տեղը զիջել է ռազմականին։ Այսօր պարզ պետք է պատկերացնենք, այդ նույն Թուրքիան մտել է Վրաստան, Վրաստանի ամբողջ արևելքը խժռել է։ Վրաստանում հարցը բարձրացնում են, Թուրքիայի դեսպանը դեմարշ անում եւ դրանով ավարտվում է։ Այսինքն օրակարգից պարլամենտի, երբ որ ասում են 30%-ը հյուսվել է արդեն գնացել է թուրքերին։ Չի դրվում հարցը։ Որովհետև ճնշումը իօքուտ Թուրքիայի է, ոչ թե Թուրքիան է կարողանում այդ հարցը լուծել, այլ ճնշումը Միացյալ Արևմուտքի իօքուտ Թուրքիայի է։ Թուրքիան շատ թանկ է իրենց համար։ Եղել է թանկ, մնում է շատ թանկ էլի։ Որովհետև իրենք ունեն ստրատեգիական մեծ նպատակներ, շատ ավելի մեծ, քան մեր թրիփն է, քան ասենք Արազի ճամփան է, քան շրջանցող մնացած ճանապարհները իրար հետ, դրա 100-ը չեն իսկի։ Այս մարդիկ գնացին, հասան մինչև Աբխազիա, ճիշտ է։ Աբխազիայում տեղի ունեցան ընտրություններ։ Թուրքիան ձեռք բերեց Աբխազիայում իր թեկնածուն։ Այսինքն Թուրքիան Ռուսաստանի հետ այնտեղ բախվեց։ Եվ այս թեկնածուն ինչ հայտարարեց, ընդհանրապես ամիսներ առաջ ա եղել է, այդ տնես չի որ խոսում ենք բանից, Ղարսի պայմանագրից, հա, լավ։ Այն էլ պիտի խոսանք, բայց այս մեր հիշողության մեջ դաջված է, որովհետև նոր է հենց, ամիսներ է, տարի էլ չկա գլխից անցած։ Այդ մարդը հայտարարեց, որ մենք պետք է հայերին կոտորենք։ Այս բառերով ոչ թե որ դե լավ կլներ հայերը չմասնակցեին ընտրություններին, բան, տենց չի։ Մենք պետք է հայերին կոտորենք, որպեսզի Աբխազիան դառնա ինքնիշխան։ Հայերին պետք է կոտոր, այսինքն այնպիսի մեծ էր վտանգը, որ Ռուսաստանը բավականին լարված իրավիճակ ունենալով ուկրաինական ռազմաճակատում ստիպված եղավ զորքեր դուրս բերել այնտեղից, Աբխազ հրամանատարի գլխավորությամբ բերել մտցնել, որ հայերին չկոտորեն։ Բայց ով էր այդ պատվերը տվողը, Թուրքիան չէ, պատվերը տվողը, իր թեկնածունն է։ Բա հիմա այդ ո՞նց է, որ մենք համարում ենք, ոչ մենք բարեկամ ենք, մենք կարող ենք բարեկամություն անենք, որևէ խնդիր չկա մեր եւ թուրքերի միջեւ։ Եթե խնդիր չկա, ո՞նց խնդիր։ բայց ինչ ենք աշխարհով մենք սենց ծրված։ Բայց ո՞նց է եղել, որ մենա Հռոմի պապնասումը միայն հայերն են կարողացել մերձավոր արևելքի քրիստոնյաների գենոցիդը ամբողջ հասակով կանգնեցնել քաղաքակրթված աշխարհի առաջ։ Մենակ հայերը։ Մնացած բոլորին մորթել են սուս ու փուս։ Այսօր էլ անդանում այդ գենոցիդը։ Բոլորը տեսնում, բայց մենք ստեղ հանկարծ ինչ-որ մի հատ կախարդական կամերայի մեջ ենք, որտեղ մտածում ենք, որ չէ, դե բոլորն են մեր բարեկամներն են, բոլորն են մեր բարեկամներ։ Մենք կարող ենք բարեկամ լինել եւ եղբայրություն անգամ անել շատերի հետ։ Եվ լսեք, երբ որ խոսում ենք Իրանից, դրանց է Իրանի սեգմենտացիայի հարցը։ Այսինքն որևէ կերպ Ամերիկան եւ իր գլխավոր դաշնակից Իսրայելը չեն ենթադրում, որ այդտեղ կարող է պահպանվել այն Իրանը, որը կա։ Ինչու՞։ Որովհետեւ սա մարտահրավեր է նրանց համաշխարհային իշխանությանը։ Որևէ խնդիր այդտեղ չկա, կարելի է շատ պարզ ուղղակի բացատրել ամեն ինչը դնել իրար կողքի, բայց հիմա երբ որ մենք մտածում ենք, որ Իրանը պետք է սեգմենտացիայի ենթարկվի։ Այսինքն Բելուջիստանը պետք է առանձնանա, հյուսիս արևմտյան Քրդստանը պետք է առանձնանա, Ադրբեջանը, որը Իրանը համարում է հյուսիսային Ադրբեջան, հենց այդպես էլ կոչում է այդ տարածքները, Ալիևից պահանջում են, որ դուք պետք է մտնեք զորքով արդեն։
այս պատերազմի մեջ։ Էլեն ԱԹՍ բանթարցնելը չկա ձեր մոտից, ինքնաթիռները գանատեից ռմբակոծեն, չէ։ Այս անգամ մտնելու եք, որովհետև ընդեղի ադրբեջանցիները ոտքի կանգնեն, մենակ երբ որ տեսան, որ ադրբեջանական բանակը մտավ ներս։ Էս է իրավիճակը։ Եվ մենք այստեղ հարաբերությունների այս բազմաբարդ գամմայի մեջ պետք է կարողանանք ճշգրիտ ճանապարհը գտնել։ Խորագիտությամբ կարելի է մենակ դա անել։ Խորագիտությունը հակառակի նման չեք տեսնում։ Ինչ անշանակում, որ մեր ունեցած ռեսուրսը, որպես համաշխարհային ցանց, հայոց առաքելական եկեղեցին հանգարց կոնֆլիկտի մեջ է իշխանությունների հետ Հայաստանի։ Այս իրավիճակում, երբ որ մեր կողքին շրջաբերվում է համաշխարհային պատերազմի, միջուկային պատերազմի վտանգը։ Միթե մենք վեր ենք կացվել, ասենք, այդ աստիճանի էլի բացարձակ ուղեղազուրկ ինչ-որ մի զանգվածի։ Ինչի մասն է խոսքը, էլի ինչի ենք սրան գնում։ Չէ, բայց գնում է կառավարությունը, որը մենք գտնում ենք, որ դա հայկական Լսեք, բոլոր ժամանակների կառավարությունը, հիմա սենց ասենք էլի, ես իմ վրայից չեմ վերցնում անձամբ մեղքը, մենք էլ ենք մեղավոր նրանում, ինչ է այսօր կա այստեղ։ Բնական է։ Բոլորս մեր մեղքը ունենք։ Մեկս մի քիչ է արել, մեկս մի քիչ վախեցել է, մեկս մի քիչ սակավա շահ տեսել դրա մեջ եւ այլն, բայց մենք մեզ պետքա նաեւ մի բան ասենք էլի ու համոզված ասենք, որ այլևս Հայաստան չի կարող լինել իշխանություն, որը ունենա այսպիսի ծրված պատկերացումներ։ Հայաստան կարող է լինել միայն նվիրյալների իշխանություն, որոնք նվիրված կլինեն մեծ ազգային գործին։ Ոչ թե մանր-մունր ինչ-որ օրախնդիր հարցերը լուծելուն սեփական իշխանության վերարտադրության շրջանակում։ Դա ախր ինչ ազգային ծրագիր է 91 թվականից հետո։ Տենց էլ եղել է։ Չգիտեք 91 թվականին ընտրություն չի եղել։ 91 թվականին հաղթած ուժը գնացել է գրանցի իր արդյունքները։ Դրանք տարբեր բաներ են։ Ընտրությունը, երբ որ հա դիմադարձ կանգնած է, եւս ուժ կամ ուժեր ընդհանուր դինամիկ, այդպես բան չի եղել, բոլորս գիտենք, ներկա մարդիկ ենք, ապրել ենք, տեսել ենք, գնացեք քվեարկել ենք 91 թվականին, այո, հայոց համազգային շարժումը հաղթած ուժեր, որը գնում էր գրանցելու իր ցուցանիշը ու վերջ։ Մի ասեք, որ դա հա, այդպիսի եսիմինչ մի ընտրություն էր։ Ոչ։ Այ հիմա է ալնելու այդ ընտրությունը։ Հիմա ենք մենք պատասխան տալու ապագա սերունդների առաջ, ինչպես եւ անցյալի։ Եվ եթե մենք այսքանը չենք պատկերացնում, Քավլիցի, բերեք այսօրվանից ասենք էլի, որ չենք պատկերացնում, մի հատ մեծ կլոր սեղան սարքես Տիգրան ջան երևի, այդ կլոր սեղանին թողան բոլորը նստեն, իրաց փաստարկները դրեն սեղանին, հասկանանք ինչով ենք մենք պարակտվել, որ ամբողջ աշխարհը մեզ ներսից խաղացնի։ Ինչի՞ մեզ ներսից խաղացնեն, ինչի՞ պիտի հայերը չլինեն համաձույլ եւ նվիրյալը իրանց պետությանը, իրանց ազգի գործին, այդ ով է նվիրվում էլի ուրիշների գործերին, այդ ինչ աբսուրդ է։ Շատ լավ, բան Խաչատրյան, շատ խոյբա հարց եք բարձրացնում, ես պարզապես ուզում եմ ասել, որ ABC եթերում մեզ տրամադրված ժամանակը մոտեցավ ավարտին, ես ուզում եմ ABC մեր հեռուստադիտողներին հրաժեշտ տալ, իսկ մեր մնացած բոլոր հեռուստատեսություններով ընթացող ուղիղ եթերը կշարունակվի եւ մենք փորձենք ուրեմն նաեւ պատասխանել հեռախոսազանգերի, եթե այդպեսին լինեն։ Շարունակում ենք մեր հաղորդումը, ես հարցը տալուց առաջ ավելի շուտ առաջարկեցի, որ մենք քննարկենք ռուսական լրագրող Սալավյովի, բայց ավելի կարևոր է նաև ռուսական իդեոլոգ փիլիսոփա Դուգինի ասածը, որը համարում էր, որ ազգային պետությունները դրան կախվեն, իրականում կա 3-4 բևեռ եւ ուրեմն եթե այդ պետությունները գալիս են այդ բևեռների հովանուների տակ, դրանք շարունակում են գոյություն ունենալ, եթե ոչ դրանք կորցնում են ամեն ավելին։ Ես առաջինը ուզում եմ Վարդանին փոխանցել խոսքը, որովհետեւ ճիշտ ասեմ, ես կասեմ բան, որը ինչ որտեղ մի քիչ կլինի երևի թե թույլատրելի եզրի խախտում, ես Դուգինին չեմ հարգում, որովհետև բայց դա կարող է չէ, ինչու չեմ հարգում, ուղղակի էտել ասեմ, որովհետև մեր
մեզ դիտողները հանգարց չմտածեն, որ ես անձնական ինչ-որ ատելություն, չէ։ Ես հիշում եմ, որ նա գնացել էր համալսարան եւ համալսարանում կախել էր իր ռեկլամը, որ ինքը այս պահին պատրաստ է դասավանդել 32 առարկա։ Ես հասկացա, որ այդ մարդը լուրջ մարդ չի, էլի։ Այսինքն չես կարա հարգես։ Այդ եվրասիական զանգվածը Ռուսաստանի տակ հավաքելու պատկերացումները, դրանք մտամոլագարության հետևանք են։ Դուգինին լուրջ մի ընդունեք։ Հա, շատեր ընկել են նրա ազդեցության տակ, բան չունեն։ Բայց կարևոր չի, որ ես ընդունեմ լուրջ։ Կարևորը որ ռուսական իշխանությունները լուրջ չընդունեն։ Հա, տրագեդիա է եղել աղջկան տերորիստական ակտի արդյունքում սպանեցին, եթե հիշում եք, այրվեց մեքենայի մեջ, հոր աչքերի առաջ։ Սա ողբերգություն է եղել, ես որևէ կերպ չեմ ուզում այդ հարցը, ասենք, դիտարկվի։ Ուղղակի երբ որ մենք ասում ենք, որ ազգային պետությունները, մի հատ լավ հասկանանք, այդ որ ազգային պետությունների մասն է խոսքը։ Հայաստանի Ոչ, նա ասում է բոլոր ազգային պետությունը, հա, հասկացանք հիմա, երբ որ Հայաստանը եղել է ազգային պետություն, որպես այդպիսին, նու մեծ մասը Եվրոպայում գոյություն ունեցող պետությունների գոյություն չեն ունեցել, Ռուսաստանը գոյություն չի ունեցել եւ այլն եւ այլն։ Հայերը ունիկալ ազգ են, նրանք հաղթահարել են ժամանակները աստղալույսի նման, եկել հասել են մինչև մեր օրերը, մեր հարակից բոլոր ժողովուրդները, որոնք ունեցել են կայսրություններ, ինչպես ասորիները, ինչպես բաբելացիները, բոլոր ցած են սահել պատմության թատերաբեմից։ Մնացել ենք մենք։ Երբ որ խոսում են այտենց, թող մի հատ պատկերացնեն, հիմա ո՞րն է ավելի մեծ, Հայաստանը, թե կամայական երկիր։ Եթե վերցնենք պատմությամբ Հայաստանի եկող, իր անթեղած արժեքների բազմություններով, գիտության մեջ տված էֆեկտով համաշխարհային քաղաքակրթության համար, թե այդ երկիրը, կամայական երկիր վերցնենք, մենք յուրաքանչյուրի հետ մրցակցային ենք։ Ու տենց ոչ մեկը թող մեր հետ չխոսա։ Առավել եւս Դուգինը, որը 32 առարկա ուզում է կարդա, ուրեմն ցնդած է լրիվ։ Հա, բայց դուք խոսում եք Դուգինի չհարգելու մասին, բայց ես խոսում եմ նրա մասին, որ Հիմա ինչ վերաբերում է Սալավիովի ասացին։ Չէ, տեսեք, Դուգինը ասել է այն, ինչ որ ինչը իրականացնելու ճանապարհը խոսել է Սալավիովը, որը մենք գիտենք, որ չի կարող խոսել առանց Սալավիովը դա չի խոսել։ Սալավիովը ինքը նու հասկանալի է, որ խոսել է այն մասին, որ պետք է վերականգնվի, այսինքն եթե Տրամպը հայտարարում է, որ գոյություն ունի այսօրվա միակ ճանապարհը, որ յուրաքանչյուր գերտերություն ունենա իր ազդեցության գոտին, ի՞նչն է այդ բանն ասում է։ Ինքը նաև ասում է, որ մենք ռուսական ազդեցության գոտի երկրներ ենք։ Հիշում եք, չէ՞, իր այդ ելույթը։ Հա, ու այսպես ասենք 10 տարի Պուտինը չկարողացավ իբրթե իրենք խոսել են Պուտինի հետ, 10 տարի Պուտինը ասում է, ես չեմ կարողացել, դու ինչպես խաղաղություն հաստատեցիր։ Նո, ես չգիտեմ, ինչքան են խոսացել, ինչքան չէ, հա, բան չունեմ ասելու, դա հիմա Տրամպն է, մի բան ասում է, մի բան հետո փոխում է, դա ես տենց չեմ կարող որևէ մեկի համար, ասենք, այստեղ գարանտիաներ տալ, ասենք, երաշխիքներ ներկայացնել մեր ժողովրդին, բայց եթե խոսքը վերաբերում է նրան, թե Սալավիովի ասածն ինչ էր, այն որ, հա, մերն էլ ամենահամեստ չափորոշիչներով, նախկին խորհրդային միության սահմաններն էլ մեր ազդեցության գոտին են, որովհետև ավելի մեծին Ռուսաստանը այսօր հնարավոր է չհավակնի այնպիսի գերտերությունների պայմաններում, ինչպիսին է Չինաստանը եւ ինչպիսին է Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Հա, իրանց ասածն էլ դա է, եւ դա շատ ավելի խելացի մարդիկ են առաջ մղողը, քան ինքը Սալավիովն է, քան Դուգինը չեմ համարում էլ կա տենց այդ։ Հələ ասենք Կարագանովը էլի հասկանանք, էլի որ ինչ որ չափով, հա, կա խելացի մարդ է։ Բայց այդ մարդու հետ ինչքան ասենք շփվել ենք, բան այդ մակարդակը ես որևէ կերպ չեմ կարող փաստել, դες բան չկա։ Բայց ինչ վերաբերում է նրան, որ հա խորհրդային միության տարածքը այդ մարդիկ համարում են իրենց ազդեցության գոտին, Էդի շատ խնդրահարույց բան առաջանում հենց իրենց համար, եթե իրենք համարում են իրենց ազդեցության գոտի եւ մինչեւ մի դա տենց է, ուրեմն իրենք պատասխանատու են այդ ցեղասպանություններին, որ տեղի ունեցել հենց այսօր Արցախում, այդ ակնհայտ փաստ է, իրանք չեն կարող խուսափել։ Պատասխանատու, երբ որ ասում ենք, պետք է լավ հասկանանք, որ պատասխանատուն դա այն
ուժն է, որը խոսք է տվել, ուղիղ պայմանագիր է ունեցել քո հետ։ Ունեցել է։ Մի րոպե։ Երբ որ Իսրայելը սկսեց պատերազմական գործողություններ Գազայի դեմ, պարզ երևաց, որ ասում է, որ մենք չենք մասնակցում Ամերիկան։ Ընդամենը մի քանի օր հետո բանում այդ ռազմական գլխավոր ամսագրում տպագրվեց, որ ոչ մեր զինվորները այսինչ տեղից, ծովային հետևակից Իսրայելի զորքի հետ միասին մտել են, տվել ենք կորուստներ եւ այլն, ինչու, որովհետեւ ունի ուղղակի պայմանագիր։ Հարձակվել են քո վրա, ես պատասխանատու եմ մտնել մարտի մեջ։ Military Watch magazine, այսինքն ամենահայտնի պարբերականը տպագրեց մանրամասն ամերիկյան զորքի կիրառումը այդ պայմաններում, կորուստներով եւ այլն։ Մենք ուղիղ պայմանագիր չենք ունեցել։ Ում հետ։ Ռուսաստանի։ Ոչ չենք ունեցել։ Չենք ունեցել ուղիղ պայմանագիր։ 97 թվին ինչ պայմանագիր։ Պաշտպանության ուղիղ պայմանագիր չկա այնտեղ, որ եթե քո վրա հարձակվեցին, ես անհապաղ մտնում եմ պատերազմական գործողությունների մեջ, ուղիղ պայմանագիր չի եղել։ Մենք դա երկրորդայնացրել ենք մտցնելով հապկի մեջ։ Հապկը մի բանել են, որոշում պետք է ընդունենք, ով դի որոշում ընդունի։ Միջինասական հանրապետությունները որոշում են, որ Ադրբեջանը մեր ընկերն է, մեր աղբերն է, մեր իսլամական երկիրն է։ Բացի դրանից մենք ունենք ուղիղ պայմանագիր, փոխադարձ օգնության, իրենց զորքերը տեղակայելու դա ուղիղ պայմանագիր չի, ես քեզ ասում, դու պաշտպանված ես այդքանով։ Ես որպես падգամավոր այդ բազմիցս տեսել եմ այդ բանը, որ այնտեղ ասենք հարցը կարող լուծվել նաև նրանով, որ Բարձյուժան որպես հապկի իրենց զորքերը մտել են եւ ապահովել են։ Մի րոպե եկեք հստակեցնենք, հա։ Խոսքը գնում հապկի մասին չի խոսքը։ Խոսքը գնում է հետեւյալը. կա արդյոք Հայաստանի եւ Ռուսաստանի միջև ռազմական օգնության պայմանագիր։ Փոխհամագործակցության չէ։ Ուղղակի պատերազմական գործողությունների դեպքում դուք մեխանիկորեն մտնում եք պատերազմական գործողությունների մեջ։ 3 երկիր Ամերիկայի հետ ունի այդպիսի պայմանագիր։ Ընդհանրապես Ռուսաստանի պայմանագիրը գուցե եւ մի քիչ այլ է, դուք եք որպես падգամավոր կարդացել եք պայմանագիրը, բայց արդյոք չի նշանակում, որ պատերազմի պարագայում Ռուսաստանը իր բոլոր միջոցներով ըստ այդ պայմանագրի պետք է աջակցեր, թեկուզ զորք չմտցներ։ Իսկ մենք կարանք ասենք, որ չի աջակցել։ Իհարկե։ Այսինքն եթե նույն դուգինը կանգնում ասում ենք Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ամենամեծ օգնությունը ստացել է Ռուսաստանից։ Նիկոլ Փաշինյանը Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի ֆանատը չի, էլի։ Նիկոլ Փաշինյանը ֆաների ակումբ դեռ Ռուսաստանի իրանք էլ խոսում են։ Ես համարում եմ ամենամեծ օգնությունը ասեց ստացել ենք իրանցից, առանձնացրեց մյուսներից հատկապես եւ տարել պարտության, այդ օգնությունն է, իհարկե։ Հա, հիմա տարել պարտությանը, այդ ուրիշ հարց է։ Երբ որ մենք խոսում ենք լեռնային պատերազմից, որտեղ հանձնել հնարավոր չի, անգամ հնարավոր չի արագ հանձնել, մենք արագ հանձնեցինք։ Լեռնային պատերազմում արագ պարտություն չկա։ Դե ես ուզում ասեմ, այդ այստեղ խոսացել ենք այդ մասին, Տիգրան։ Խոսացել ենք, բայց այս բան ոնց եղավ sense բան։ Եկեք բաց թողենք այս հարցը, ես կարծում եմ մենք այս հարցի շուրջը մի առանձին բան կվարենք, հաղորդում կվարենք, որովհետև այդ պայմանագիրը իմ ձեռքի տակ չկա։ Օպերացիա են կարել շատ լավ։ Ում պաշտպանության նախարարը։ Ռուսաստանի։ Ում հետ։ Թուրքիայի հետ։ Թուրքիայի։ Այո։ Չհասկացա ուղղակի Աշուրյան, ինչի մասն է խոսքը։ Բանը պաշտպանության Շոյգուն ասեց, առաջարկում եմ այս հարցը բաց թողենք եւ այս նույն հարցը ես խոսք ուզում եմ տամ Արտակ Սարգսյանին, ձեր մոտեցումը այս հարցին խնդրեմ։ Ուրեմն մի հատ անցած թեմային անդրադառնամ, ցարական Ռուսաստանից սկսած Թուրքիան Արաքսը երբեք չէր անցել, առաջին անգամ անցավ այս Արցախյան պատերազմից հետո, երբ որ թուրքական դիտորդական շտաբը կամ զորքերը տեղակայվեցին այդ Արցախում, հա։ Մի խոսքով, հիմա ինչ վերաբերում է Ռուսաստանը 30 քանի տարվա մեջ ունենալով իր բանակը Հայաստանում ոչ մի քայլ չարեց,
որպեսզի մեր այս օկուպացիան վերանա։ Առաջին քայլը հենց որ մենք գտնվում ենք այս օկուպացիայի մեջ, հա, շրջափակման նկատմամբ, հա։ Դա օկուպացիա է։ Շրջափակում չի, ինչ, եթե Վրաստանը բաց է, Պարսկաստանը բաց է։ Վրաստանը երբ ուզում փակում են, մեզ լավ դաշնակից չի 44 օրյայի ժամանակ փակեր, թե Պարսկաստանը, թե Վրաստանը։ Վրաստանը չփակեց էլի, փակել տվին։ Այո։ Ասի փակեք։ Ուզում ասեմ, ունենալով բանակ ստեղ, նրանք 30 տարվա մեջ ոչ մի բան չարեցին, տրիպը էդի միակ ոնց որ մատուցող, բայց մեզ ով բերեց, հասցրեց դրան, որ մենք այսօր համաձայնվենք, որ տրիպը մեր միակ փրկությունն է։ Նույն բանաձևով ասեցին զոհեր կտանք կհամաձայնվեն Արցախը հանձնելու, նույն բանաձևով այս իշխանությունները տարան, որ օկուպացիա արեք, սահմանը կբացենք, բոլորը դուրս կգան։ Հիմա գանք Սոլովյով և Դուգին, երկուսն էլ Կրեմլի ռուպերն են։ Իմ տեսակետից ինչ են նրանք ապահովում են Փաշինյանի վերարտադրումը, որպեսզի Փաշինյանը այսօր ներկայանա այն մուչինիկ, հա, այն ոնց է հայերեն։ Մարտիրոս։ Հա, Մարտիրոս։ Այո։ Մարտիրոս, հա, անգլերեն մարտիր, դրոշակը վերցնի, այդ հակառուսական, ինչ ճնշված է այս մարդը, ինչ մեղք է այս մարդը ու վերարտադրվի, փորձի վերարտադրվի հաջորդ ընտրություններին, քանի որ Հայաստանում ընդհանուր տրամադրությունը Ռուսաստանի դեմ շատ վատ է եւ կփորձեն ինչ-որ պլյուս այս Լավրովի ասած $165 միլիոն ընդդեմ 15 միլիոն դոլարի Եվրոպայի, հա, որը որ օկուպացիա է արդեն նշանակում, եթե նրանք քննադատում էին 15 միլիոնը որպես, ասենք, ուղիղ ազդեցություն ընտրությունների վրա, այստեղ 165 միլիոնը քանի անգամ 11-12 անգամ ավել գումար է, դա արդեն օկուպացիա, ու որ պետությունը չի խոսում նրա 11 անգամ, ու պետությունը որ չի խոսում դրա դեմ, հարցերը առաջանում ում են տալու, ինչ ձև են տալու մեխանիզմները, ով է վերահսկելու, այսինքն այդ ինչ բանից է։ Ինչ իրանքով են տալի գումարը։ Դե հենց այդ եմ ասում, այսինքն ստեղ խոսալ, որ Փաշինյանը հակառուսա Սալավյովը ասեց կամ ոչ Փաշինյանը հենց ամենաուժեղ Ռուսաստանի մարդն է այս ռեգիոնում, այդ բոլոր եղածներից համեմատած բոլորի, հա, այդ ինչ վերաբերում այն հայտարարություններին, որ սառեցնում են, կարդացել եմ այդ հապկի պայմանագիրը, սառեցում ընդհանրապես չկա այդ բանաձև, չկա այդպես բանաձև, սառեցում չկա, կա դուրս գալ, կա, այսինքն ու հետևել եմ բոլոր հապկի նիստերին, եթե Փաշինյանը չի գնացել, այնտեղ ելույթներ են ունեցել Հայաստանի ղեկավարներից ուրիշ մարդիկ ու գովել են հապկին։ Հա, Շանհայան մի խոսքով, սա ես գտնում եմ ընտրական հնարք Փաշինյանին ինչ-որ կրեդիտներ տալ, ցույց տալ ինչ Մարտիրոս է, հա, ինչ հզոր ուժի դեմ է պայքարելու, բայց 165 միլիոնը լսել են, մեր են Եվրոպամետ ընդդիմությունները արդեն ռուսամետ են դարել, արդեն ես մի քանի օր է, հա, թե ով պետք է փողից են, որ Եվրոպամետ էին, այս 2-3 օր ռուսամետ են դառնում, Ուկրաինա են քննադատում, Ռուսաստանը երկրորդ ֆրոնտ կբացի, թե չի բացի, ես ուղղակի շատ եմ կապվում թե Ռուսաստանի, թե Ուկրաինայի, ասենք, զինվորականների հետ խոսում եմ, երբ որ տեսնում եմ հեռուստատեսությամբ գրավում են գոյություն չունեցող նասիլյոննի պունկտ, հա, ասենք, ասում են, գրավել է այս ինչ բնակեցված տարածքը, քարտեզներով նայում եմ, ՍՍՀ-ի քարտեզներով նայում եմ, զանգում եմ Ռուսաստան, զանգում եմ Ուկրաինա, ասում եմ, ախպեր, այս որք, ասում են, չկա այդպես բան, էլի, մարդ մտել է ֆաշիզմին դեմ կռվելու, ինքը ֆաշիստ է դառել այսօր, էլի, գրավում է ինչ-որ այդպես տարածքներ, գրավում է, ասենք, գոյություն չունեցող, էլի, ու ինչ սիգնալ է ինքը մյուս այդ ՕՏԳԲ-ի մասնակիցներին ասում, ասենք, ինչ իրավական հիմքերով Հայաստանի դեմ պետք է հատուկ օպերացիա կատարվի, զինվորական օպերացիա կատարվի, եթե Հայաստանը չի հարձակվել
Ռուսաստանի վրա, ասենք են հարցակվի դե եթե իրավական բանից ես խոսում, միջազգային իրավունքից ես խոսում, որ դու հիմա ամենտեղ միջազգային իրավունք ես քարոզում, թե ռուսներին ընդեսպանում էին, որը արդեն մենք քննարկեցինք, որ չկա, այսինքն դու Ուզբեկստանին, Կազախստանին, Տաջիկստանին, Բելոռուսիային ինչ սիգնալ ես ուղարկում։ Իսկ վերաբերում է ՍՍՄ-ի վերացմանը, նրանք արդեն ակտիվ քննարկում են, որ ՍՍՄ-ը դե յուրե ոչ մի անգամ չի վերացել, այդ փաստաթուղթը, որ չի ստորագրվել ուղղակի ինչ որ մի հատ օրենքի խախտման բան։ Օրենքի խախտման եղել, հա, իհարկե նրանք ՍՍՀ երկուսին ուզում են, բայց արդյոք ձգում են դրան, հա։ Պուտինը այսօր ում մարդն է, Ռուսաստանի մարդն է։ Այդ ակտիվները, որ Եվրոպան օգտագործում է այսօր ռուսական այդ քանի միլիարդը 300 հա ում շնորհիվ է օգտագործում այդ ակտիվները Պուտինի շնորհիվ է հիմա այսինքն Պուտինը ում մարդն է արևելքի մարդն է ռուսական մարդն է ում մարդն է Լավուց կերած այդ փողն է հա մի խոսքով ես գտնում եմ որ դա կեղծ հայտարարություն է Փաշինյանին մարտիրոս սարքելու համար դրոշակն տվեցին ձեռը որ ինչ-որ պոլիտիկալ մայլա չա հավաքի Շնորհակալություն պարոնակ հետաքրքիր զրույցի համար ես անով կավարտեի մեր հաղորդումը բայց մենք ունենք հեռուստադիտող որ այս ամբողջ ժամանակ զանգահարում է ես առաջարկում եմ մի հատ փորձենք իրեն պատասխանել եւ նոր հաղորդումը ավարտել սրանից հետո ասել որ բարև ձեզ դուք եթերում եք Պարոնակ տեսեք դուք շտապել բարև խոսեցիք, բայց հայ ազգի դերը եւ ընդհանրապես ինչ կարող անի դրա մասին շատ քիչ խոսել։ Տեսեք մի հատ օրինակ բերեմ, Նորվեգիայի նման երկիրը հայտարարեց, որ եթե պետք լինի, ինքը բոլորից ամեն ինչ կդառնագրավի ժողովրդից, եթե պետք լինի, որպեսզի դիմագրավի ռուսական երկրին։ Այդ իմաստով ասես մի հարց, մենք Հայաստանը ընդհանրապես ինչ ռեսուրս ունի, ինչ կարող ունենալ, եւ եթե նույնիսկ պետք լինի, ինչ է կարծում, Հայաստանը չպետք է մտցրի ռազմական կոմունիզմի դիկտատուրա, շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Ինձ թվում է բավականին լայն հարց է սա, այդպես կարճ քննարկելու համար, բայց համեցեք։ Ամբողջ երկրի դիմադրողականությունն եմ ես ընկալում, էլի։ Ամբողջ խնդիրը նա է, որ մեզ պարակտում են, ստեղծել են օլիգարխիկ պետություն, որ տեսեք մեր օլիգարխիան պատերազմի ժամանակ իրեն ոնց պահեց։ Ես խնդրել եմ կարճ, որովհետև հաղորդումը վերջանում։ Եթե ոնց որ պարոն Խաչատրյանն է ասում, երկիրը ղեկավարեն բարեպաշտ եւ նվիրյալները, նվիրյալ մարդիկ, իսկապես հայ մարդիկ, ապա շատ արագ տեղի կունենա ազգի միասնականություն եւ այդ դեպքում կտեսնեք թե ինչ մեծ ռեսուրսներ ունի իսկապես հայ ազգը եւ մտավոր եւ ֆինանսական եւ մնացած ռեսուրսները շատ արագ կլինի եւ մենք եթե այդ բանը չքայքայեին մենք այս պատերազմը չէինք տանուլ տան ես չնայած ռազմական մասնագետ չեմ, բայց ես վստահաբար ասեմ, բերեք գեներալների հետ խոսենք, այս պատերազմը մենք կարանք նույնիսկ հաղթած դուրս գայինք, եթե ներսի ուղղորդված, այսպես ասած, տանուլ տալը չներ։ Այսինքն ներսից տեղի ունեցել որը մենք ցանկանում ենք։ Հա, ես էլ կուզնայի։ Ինչ վերաբերում բռնագրավելուն, մեր մոտ օրենք կա, դու դրա համար ասենք պիկապներին կամ այլ մեքենաներին քիչ գույքահարկ ես վճարում, քանի որ պատերազմական դրության ժամանակ դա ավտոմատ պետությունը վերցնում է, այսինքն այնտեղ օրենքով բռնագրավում է ամեն ինչ, եթե խոսքը գնում էր այդ ռեսուրսներին, զենքերը իհարկե օգտագործվելու է, դա օրենքով մեր մոտ հաստատված է եւ 44 օրյա ժամանակ մարդկան զանգում են, ասում են պիկապը բեր, մարդիկ կամ տեխնիկան բեր, մարդիկ տանում են։ Ես ուրիշ ռեսուրս Նորվեգիայից չեմ լսել, ինչ պետքա բռնագրավել։ Ինչ վերաբերում է մենք
դառնանք ավելի հզոր պետություն։ Իսկ թվում է դրա համար առանձին հաղորդում պետք է տանենք այս դրոնների վտանգավորության, էֆեկտիվության նոր ժամանակի պատերազմին համապատասխան։ Այո, տեսեք, եւ Հայաստանը այսօր պետք է ստեղծի, ունի այդ պոտենցիալը, որ ստեղծի մի բլոկ, որպեսզի ոչ ոք էլ դրոնների պատճառով ոչ ոք էլ ապահով չի գտնվում։ Այսինքն Ռուսաստանի ֆաշիզմը խփել է օղակներին, Կիևը սառում է, մյուս քաղաքները սառում են, 100,000-ավոր մարդիկ սառում են, դա ֆաշիզմ է արդեն կոչվում, էլի։ Դա ինձ թվում է առանձին հաղորդում պետք է անենք, որ Հայաստանը ստեղծի մի օղակ, որ ոչ թե ասենք այս ատոմային զենքի դեմ, այլ հենց դրոնների դեմ պատասխանատվություն լինի, երբ կարան օգտագործվեն, ինչ ձևով կարան օգտագործվեն, ինչ վերաբերում է այն մյուսին, որ բարեկամ լինենք, բարեկամ ոչ հզորանանք, մենք ճապոնյան չենք, որ ատոմային ռումբ գցելուց հետո գնանք Ամերիկայի ոտերը ընկնենք, ասենք մեզ կոտորեցիք, լավ, բայց թողեք զարգանանք, ոչ, մենք դրանց ոտերն էլ ընկնենք, մեկը մեզ կոտորելու են, հասկանում եք։ Հենա Աբխազիան օրինակ է։ Ինչ է։ Եթե կարելի է այս երկու բառ ուղղակի, հա, մեր շնորհակալ եմ հարցի համար հատկապես, որովհետև այն ռեսուրսը, որը ունենք մենք, բացառիկ է։ Այսինքն մոնոնացիոնալ ժողովուրդ ենք որպես պետություն։ Մոնոնացիոնալ, այսինքն 98-99% բնակչության հայեր են։ Դրանց 90%-ից ավելին իրանց համարում են հայ քրիստոնյաներ։ Մեր ծանրության կենտրոնը շատ մեծ է։ Հավաքելու արագությունը, եթե լինի նվիրյալների իշխանություն, մերիտոկրատական, այսինքն արժանավոր նվիրյալների իշխանություն, թե չէ կարող մարդը դուրակա, բայց նվիրյալ, փորձանքի է բերելու, չէ, արժանավոր նվիրյալների իշխանություն, եթե եղավ, հաշված ամիսների, նույնիսկ հաշված շաբաթների ընթացքում, այդ մոնոլիտը, որի կենտրոնը տեղից չես պոկի, այդ 90-ից ավել տոկոսը, որ հայ քրիստոնյա են իրանց համարում, նրանց դու չես կարող պոկել տեղից, նրանք մնալու են, այս երկիրը սուզվողը չի, բայց հավաքվելը նրա ողջ ռեսուրսի կենտրոնանալը, նրա սփյուռքի փոխթափանցվելը ունի իր անհրաժեշտ քայլերը։ Այդ դրան կարելի է նվիրել մի առանձին հաղորդում եւ մանրամասնել, ինչպիսին պետք է լինի պարլամենտը այդ դեպքում, բիկամերային թե մոնոկամերային պետք է լինի այդ պարլամենտը, սփյուռքը ինչպիսի դրսևորումներ պետք է ունենա, օրակարգը ինչպես պետք է կազմվի եւ այլն, էլի։ Այսինքն շատ լուրջ հարց է։ Բայց իհարկե մենք ունենք այն խարիսխը, որը մեզ թույլ չի տալու, որ մենք սուզվենք։ Չմտածեք, որ պանիկայի մեջ չընկնեք, որ այս մի բանը վատ է, այսա կսկենք կվերջանա գնա։ Այդպես բան չի լինել։ Շնորհակալություն, պարոն Այկ, մեր ժամանակը սպառվեց, դեռ մի բան էլ ավել ծախսեցինք մեր հատկացված ժամանակից։ Արդեն 2-3 հաղորդման գաղափար առաջացավ հենց այս հաղորդման ընթացքում։ Ես կարծում եմ մենք բոլոր այդ հաղորդումներն էլ կանենք։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ բոլորիդ մասնակցելու համար այս հաղորդմանը։ Կարծում եմ կարևոր մտքեր արտահայտվեցին եւ մենք մտածելու բան դեռ շատ ունենք։ Սիրելի հեռուստադիտողներ, սրանով մեր հաղորդումը ավարտվեց։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։